Այստեղ ինչպեսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը, ինչ խնդիրների վրա պետք է ուշադրություն դարձնի հատկապես։ Ճիշտ ասած դեռ չեն կենտրոնացել ու պետք է ընտրենք, բայց ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, իր մասին լավ լուրեր ունենք, բայց փաստը նրանում է, որ առերես դեռ այդ մարդին չենք հանդիպել։ Իսկ երբ որ մենք առերես կարողանանք հանդիպենք ժողովրդին, ես նկատի չունեմ միայն ես ընդհանրապես ժողովրդին նկատի ունեմ, այն ժամանակ արդեն կհասկանանք, թե այն որ ինչ ենք մենք ուզում ենք առաջի հերթին խաղաղություն։ Իսկ խաղաղություն, այն խաղաղությունը, որ հիմա ասում են, դա ես չեմ պատկերացնում, այդ ձևի խաղաղություն չի լինում, որտեղ իրականում եմ ասում, եթե մեզ գերիներ ունենք Բաքվում, դա խաղաղություն չի։ Ես լինեմ, դուք լինեք, որ ոնց էլ մտածեք, այդպես է էլի դառնում։ Հարցն անում է, որ այսօր ադրբեջանցիների համար ավելի ձեռնտու է, որ Փաշինյանը լինի վարչապետ, այլ ոչ Քոչարյանը կամ մյուսները, ինչու որովհետև Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը կամ պարոն Ծառուկյանը, դրանք բոլորը ռուսական, ասենք, ազդեցության տակ են, ռուսների, ես դեմ չեմ, որ մենք ռուսների, այն որ ասում եմ, մենք ռուսներից պետք է անջատվենք, առանձնանանք, դա պարզապես հիմարություն է ու խելագարություն, որովհետև անհնարին է, էլի, մենք Սևերի պայմանագիրը գիտենք, մենք պատմություն ենք անցել, վերջը մեր ազգը հազարամյա ազգ է, մեր ազգը իրավունք չունի խաբվելու այդպես, որ ոնց կարելի է այսօր մտածել, որ թուրքերի հետ կամ լավ ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղություն։ Այդ խաղաղությունը իսկի Սովետ միության ժամանակ չի եղել։ Ամեն ապրիլի 24-ին կամ մենք էինք նրանց հետևից ընկում, կամ իրանք իրանց ինչ-որ մի, չգիտեմ, ինչ տրադիցիայի համաձայն, ասում են, հետից քայլող ադրբեջանցին ասում են, դու առաջ մի ընկի, էլի, հետևից գնա, ասում եմ, խի Բուլութխանի չի համար, ժամանակին, որ աշխատել եմ հետները, ասում է, մեզ մոտ պահի բանով, ասում է, գլուխները խառնում է իրար, ուղեղը, մենք էլ չենք հասկանում, ոնց դիմացինին, եթե հայ է, թշնամի ենք տեսնում։ Դա դեռ ես ասում եմ 70-ական թվականների բան եմ ասում։ Դրա համար այսօր մտածես այդպես հեշտ ասես, դա միգուցե Արարատյան դաշտավայրի երևանցիների կամ ասենք ընդհանրապես Արարատյան դաշտավայրի ժողովրդի մոտ է այդ բանը, բայց Սյունիքի ժողովուրդը, գիտեք ինչ, թուրքը Սյունիքով անցել է, խոսքը թուրքի մասին է, բայց թուրքը Սյունիքում չի նստել։ Իսկ այսօր շատ են խոսում Արարատյան դաշտավայրում Սյունիքի մասին, որ հեսա թուրքերը Սյունիք կվերցնեն, դուք դա ուղղակի չեք պատկերացնում, ոչ էլ մեկ այլ շրջանի, Սյունիքի ժողովուրդը պարզապես թուրք ազգին չի կարա հանդուրժի, ոչ մի ադրբեջանցի մեզ հետ, մեր Սյունիքի ժողովրդի հետ չի կարա, որովհետև 18-20 թվականներին մեր Սյունիքի ժողովուրդը, հայերը, տեղացիները, գորեսեցիները առաջի հերթին, իրանք են առաջի հերթին այն բոլշևիկ, ասենք ադրբեջանցիների գաղափարներով մի քանի հայեր իրանց հետ մտել են Գորիս եւ ինչեր են արել նրանք, որ դրանից հետո 70 տարի սովետական իշխանություն է եղել, ընդամենը 1-2 ադրբեջանցի են եղել, ինքն էլ գախնի թաքուն է, որ ոչ մեկը չիմանա, որ իրանք ադրբեջանցի են, ապրում են տեղ բան, Գորիսում ադրբեջանցի չի եղել, չի ապրել։ Զուտ նրա համար, որ 18-20 թվականին ինչ վերաբերում է այս մեր մոտ ստեղի ադրբեջանցիները, ոնց որ ասենք հայերը կամ բան գտնվեն Միացյալ Նահանգներում 3-4 կատեգորիայի մարդիկ էին։ Այն հիմա որ հնդիկներն են անում այս գործերը, այս սևագործները։ Նրանք սևագործությունից բացի ոչինչ, իսկ մեր հայերը, որոնք գտնվել են Ադրբեջանում, նրանք մասնագետներ են եղել, ատամնաբույժներ, գլխավոր ինժեներներ եւ այլ։ Չի կարելի հիմա մտածել, որ Սյունիքը ամեն մի հայ Սյունիքում ապրող իր գերեզմանը երբեք չի թողի եւ գնա Երևանում, թե ես գնամ կյանքս փրկեմ բան։
միջև վերջ կկոտորվեն, բայց թուրքերի հետ միասին չեն ապրի։ Դա բացառվում է։ Ճիշտ է, կարող է գրագետ խելացի մարդիկ են նստած Երևանում, բայց հիշեք միշտ, դուք երիտասարդ եք, հիշեք միշտ, նախկին ղեկավարները, որոնց որ ընտրվում էր մեր կենտրոնական կոմիտեում կամ մինիստրների խորհրդում բանում, արտադրությունից էին վերցնում, արտադրության լավագույն ինժեների, արտադրության լավագույն արտադրամասի ղեկավարի։ Մի անգամ են Ալիևը իր հիմար հալով, չնայած հիմար եմ ասում, բայց որպես ադրբեջանցի եմ հիմար ասում, մի բառ ասեց, ես վիրավորվեցի, ասեց ձեր վարշապետը նույնիսկ մի կոլխոզ չի ղեկավարել։ Դրա մեջ իրականություն կար։ Մարդը պետք է ղեկավարի ամբողջներին, մարդը պետք է արտադրություն կամ ասենք ինչ-որ արտադրություն չլինի, մի համայնք լինի, մի ինչ-որ կյանքի փորձ ունենա։ Ես միշտ մտածում եմ ասեմ, որ մի անգամ գա մոտենամ ասեմ, պարոն վարշապետ, մի հարց ունեմ, էլի միայն մի հարց, չգիտեմ ինչի էլի Երևանում այդ հարցը ոչ մեկը չի ուզում տալ։ Լավ այդ անտերը այդ սեպտեմբերի 27-ին բոլորը ձեր բարձրացեցին, պատերազմ ասեցին։ Դու գիտեիր քո ազգային անվտանգությունը, քո հակահետախուզությունը գիտեր, որ Պակիստան կա, Թուրքիա կա, այս կա, այն կա, Իսրայել կա։ Դու ինչի ձեռդ բարձրացրիր։ Ասելու են բան ես, այդ թշնամի ես կամ դավաճան ես, մեկը չասեցին։ Պետք է 5000 մարդ երեխա զոհվեր, որ հետո նոր ինքը հասկանար, որ չէր կարելի, իր գլխավոր սխալը դա է։ Թրիփի հետ կապված ինչ հույսեր եք կապում։ Դա էլ ես ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի ձևով մտածում եմ, որ դա անիրագործելի է։ Ինչքան էլ որ ամերիկացիները, հայերը, այդ ադրբեջանցիները այդ պայմանագիրը կապեցին եւ այլ, բայց այստեղ հարցը հանում է, որ արդյոք պարսիկները այս վերջի այդ իրադարձություններից հետո համաձայն կլինեն, որ այդպիսի մի հատ, չգիտեմ ինչ որ բան անեն իրանց քթի տակ։ Դա հիմա անիրագործելի է։ Միգուցե տարիներ հետո ինչ-որ մի բան փոխվի, բայց այս պատերազմից հետո ասենք Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել, դա մի քիչ ինքներդ էլ դատեք, մտածեք, ինչքանով է ճիշտ, որ պարսիկը թույլ տա իր քթի տակ, ինչ-որ ամերիկական հովանավորությամբ, ինչ-որ երկաթուղի գործի եւ իրենց ցանկությամբ, ոնց որ իրենք են ցանկանում։ Հետո ես ասեմ, մեր ներկայիս իշխանությունների մի բանը չի ինձ դուր գալիս։ Ճիշտ է, կարելի է դիվանագիտություն անել մի քիչ, եթե թույլ ես, մի քիչ քեզ թույլի նման պահես, մի քիչ ոնց ասեմ, բայց տեղ անգում, որ պետքա քեզ ցույց տաս։ Ոչ թե գնաս ռուսների մոտ քեզ ցույց տաս։ Ռուսները ինչքան էլ վատ լինեն, վատից վատ լինեն, ռուսներին միակ պաշտպանը, որ հայերին կարող է պաշտպանի, միայն ռուսները, ուրիշ ոչ մեկը։ Մեր գեղեցիկ աշկերի համար չէ, հենց իրանց շահերից ելնելով, որ մենք այնպիսի մի վայրում ենք ապրում, որ ռուսական շահը մեզ հետ բռնում է, ուղղակի մեր իշխանությունները մի քիչ ռուսները ուրիշ ձևի հոգեբանություն ունեն, ռուսների հոգեբանությունը ոչ մի ազգ չունի, ռուսների հոգեբանությունը միայն ռուսները ունեն։ Այ նայեք, տեսեք, աշխարհը այսօր սաղ սարսափում է միայն Ռուսաստանից։ Իսկ մենք բանի տեղ չենք դնում, երկրորդական եղած չեղած չի կարելի դա։ Մեր իշխանությունները թե այսօրվա, թե վաղվա, ով էլ որ գա, առաջնահերթ պետք է մտածի, որ ոչ երկու խաղ չխաղա 18 թվականի, 20 թվականի նման, որ եւ բոլշևիկների հետ ենք եւ չգիտեմ, բանի հետ ենք, ՆԱՏՕ-ի հետ ենք, թե ՆԱՏՕ չէր, այն ժամանակ ինչ էր, Անտանտայի հետ ենք, այդպես չպետք է լինի։ Դրանով մենք կորցրեցինք, եթե մենք ժամանակին ասենք, որ այն ժամանակ ասենք, որ բոլշևիկների հետ ենք, եւ Ղարաբաղը մերը կլներ, եւ Նախճեվանը մերը, իրականում կլներ։ Ես կցանկանայի, որ մեր երկրի ղեկավարը լիներ հաստատուն, կամքից ուժեղ եւ միշտ էլ իմանար, որ չսիրելով, ատելով,
չգիտեմ ինչ որ միտեղ նույնիսկ ճշնամաբար վերաբերվելով բան, բայց միշտ ռուսի ոտը Խաչատուր Աբոյանը որ ասել է օրհնի են ցածվո ռուսի ոտը երբեք մենք չպետք է կողտանք ասենք չէ ռուսը մեզ պետք չի, եթե ռուսը մեզ պետք չի, ուրեմն նշանակում է մենք կործանված ենք միշտ